Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, Արարատյան տրամադրությամբ եւ Արարատյան ոգևորությամբ։ Շարունակում ենք այցելել ռեստորաններ եւ տեսնելու համար թե ինչ են պատրաստում, ինչպես են պատրաստում եւ ով է պատրաստում։ Այս պահին մենք Մամուլյան եւ ընկերներ գինատանն ենք, այցելենք, կտեսնենք թե ինչպես են մեզ դիմավորելու։ Եվ ահա բարեկամներ, տեսնենք թե ինչով պիտի զարմացնեն մեզ այս ռեստորանում։ Մեզ հյուրընկալել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Մամուլյան եւ ընկերներ գինետան խոհարար Խորեն Հարությունյանը։ Ողջույն Խորեն։ Բարև ձեզ։ Ինչպես ես Խորեն։ Լավ, շնորհակալություն։ Ինչի ես կանչել, Խորեն ջան, ինչ կա, ինչ է պատահել։ Ուրեմն այսօր մենք պատրաստենք արագածոտնի հագանի։ Կօգտագործենք հավի կրծքամիս, Այո։ կարմիր պղպեղ, սինդրիկ եւ սոուս կօգտագործենք, որի մեջ կմտնի, որի բաղադրության մեջ կմտնի մածուն, ձու եւ ալյուր։ Եվ մեր ավանդական աշտարակ սոուսը։ Մածուն, ձու եւ ալյուր, սա չորաթանի հումքն է։ Այսինքն կերակուրը կարող ենք ասել, որ պատրաստվում է չորաթանով։ Այո։ Չորաթանով։ Շատ լավ, Խորեն ջան, ինչպես սկսենք։ Ես կսկսեմ հավի կրծքամսով, դուք որ խնդրեմ սկսեք կարմիր պղպեղով։ Լավ։ Կերակուրը կոչվում է արագածոտնի հագանի։ Հավի կրծքամիսը կտրատում ենք մոտավորապես այսպիսի չափերով, շատ մանր չենք կտրատում։ Հիմա ձեթը դաղում ենք թավայի մեջ եւ տապակելու ենք հավի կրծքամիսը։ Դաղում ենք եւ միսը տապակում։ Ես փորձեմ սոուսը պատրաստել։ Այո։ Սոուսի համար ձու ենք օգտագործելու, մածուն եւ բողված ալյուր։ Ձվի դեղնուց, չէ՞։ Այո։ Եվ իհարկե մեր ավանդական աշտարակ սոուսը։ Փորձենք ձվի դեղնուց։ Մածուն։ Եվ բողված ալյուր, հա։ Այո։ Բավական է։ Հա։ Եվ մեր ավանդական աշտարակ սոուսը։ Ընկույզով, սխտորով, կանաչիներով պատրաստված։ Համեմված է աշտարակ սոուսը։ Այո, մի փոքրիկ աղ կա մեջ։ Աղ կա։ Բավական է այս զանգվածը եւ խտությունը։ Այո։ Բացատրենք, թե ինչ է կատարվում տապակի մեջ մեր հեռուստադիտողներին։ Տապակի մեջ կեղևապատվում է կրծքամիսը։ Սա մի փոքր կեղևապատվելուց հետո կհանենք աղով եւ պղպեղով։ Սկզբից կեղևապատում ենք, որպեսզի ինչ լինի, որպեսզի ամբողջ հյութալիությունն ու համերը մնան մսի մեջ, էլի։ Մնան մսի մեջ։ Շատ լավ։ Ամեն ինչ սև պղպեղ։ Հիմա պետք է ավելացնենք տակդեղը, որպեսզի հավի կրծքամսի հետ ինքն էլ մի փոքր տապակվի։ Համերի համադրում, այսպես։ Մոտավորապես 1 րոպե տապակվելուց հետո կարող ենք արդեն ավելացնել թանձրուկը։ Իսկ թանձրուկը հենց այսպես ավելացնենք, թե մի քիչ ավելի։ Մի փոքր ջուր կավելացնենք իրան, որպեսզի որտեղ այսպես թանձր վիճակում չեմ կարծում, թե հավը ինքը ամեն դեպքում եռալու է եւ ինքը նորից խտանալու է թանձրությունը։ Այնուամենայնիվ պիտի պատկերացնել, որ մածունից ստացված այս հեղուկը թթու միջավայր է, իսկ թթու միջավայրում մթերքները մի քիչ ավելի երկար են պատրաստվում։ Դրա համար երևի Խորենը նախ տապակեց, ձեթով շոքեհարեց, նոր արդեն սոուսի մեջ պիտի դամվի։
Հիմա փակում ենք հապարիչով եւ մոտավորապես մի 10 րոպե թողնում ենք, որպեսզի 10 րոպեից հետո այս կերակուրը կներկայանա մեզ իր ամբողջ 10 րոպե հետո կավելացնենք սինդրիկը, եւս 2 րոպե եւ արդեն կարող ենք մատուցել։ Շատ լավ, շատ լավ։ Սպասենք այդ րոպեները։ Խորեն ջան, 10 րոպե համբերեցինք արդեն։ Այո, այո։ Ինչ ստացվեց։ Մեր հագանին արդեն մի փոքր թանձրացել է։ Այո։ Տեսնում եք արդեն։ Թանձրուկ արդեն։ Կավելացնենք սինդրիկը։ 2.5 կանենք եւ կավելացնենք մոտավորապես 2 րոպե, որպեսզի ինքը իր համային եւ գույնային հատկությունները չկորցնի։ Ու արդեն կարող ենք համեմի սերմանել եւ մատուցել։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Մինչ կավելացնի սինդրիկը խորենը ես նորից հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, թե ինչ պատրաստեցինք եւ ինչպես։ Հավի կրծքամիսը կերևապատեցինք, համեցինք աղով պղպեղով, այնուհետև հատուկ սոուս պատրաստեցինք, չորաթանի հիմքի վրա մածուն, ձվի դեղնուց եւ բոված ալյուր։ Ավելացրինք աշտարակ սոուս, որը ինչպես գիտեք, սխտոր, ընկույզ, կանաչիներ, քացախ եւ այլն։ 10 րոպե տապակվել կերևապատելուց 10 րոպե այդ սոուսի մեջ դամվեց։ Հիմա խորհուրդ է տալիս խորենը 1-2 րոպե։ Այո։ Սպասենք, որ սինդրիկն էլ համայն այդպես ջերմային ճնշման այդ տակ այդպես շրջանառվի համերը, խառնվի ամբողջ սոուսին եւ կերակուրը կներկայացնենք ձեզ։ Դեմ Հիմա մի փոքր կավելացնենք համեմի սեր եւ արդեն պատրաստ է մեր տեստը։ Արագածոտնի հագանի։ Վերջ, խառնում ենք եւ արդեն կարող ենք մատուցել։ Խառնենք եւ մատուցենք։ Շատ գեղեցիկ գույնային գամմա է ստացվել։ Կարմիր, կանաչ եւ թանձրուկի սպիտակ գույնը։ Լավ է, բույրը լավ է։ Համը կճաշակենք, կտեսնենք, փորձեք դուք ինքներդ հարգելի հեռուստադիտողներ։ Պարոն Մամուլյան, որ խնդրեմ ինձ գտալ կփոխանցեք։ Այո։ Համը անպայման ստուգում ենք։ Ինձ թվում է արդեն շատ լավ է։ Արդեն լավ է։ Այո։ Խնդրեմ։ Մատուցում ենք կավե ամանով։ Իհարկե, եթե տնային տնտեսուհիները չունեն կավից պատրաստված ինչ-որ աման, կարող են սովորական իրենց ճաշակով ինչ-որ բան։ Այո, կավը ինչով է արժեքավոր կավից սպասքը։ Նախ բնական տերմոս է, հիգիենիկ է, եթե իհարկե միշտ մաքրում ենք, եւ ամենակարևորը, որ երկար պահում է ջերմությունը եւ ունի կրում է մեծ հիշողություն։ Սինդրիկը մենք գիտենք, որ շատ նուրբ բույս է եւ երկար ջերմային մշակման կարիք բոլորովին չունի։ Էլ չասեմ, որ նույնիսկ կարող ենք ճաշակել առանց ջերմային մշակման ենթարկելու։ Վերջ, պատրաստ է մեր հագանին։ Գեղեցկացնենք։ Այո, հենց այսպես, լավ տրամադրությամբ էլ հարկավոր է մատուցել։ Խորեն ջան, ինչ ասելիք ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Մեր հեռուստադիտողներին խորհուրդ եմ տալիս օգտագործել հայկական լեռնաշխարհի բույսերը։ Այո։ Շատ որպեսզի քանի որ նրանք ավելի առողջարար են եւ կարող են լինել բնական դեղամիջոց տարբեր հիվանդությունների համար։ Բացի դրանից հատկապես ձմռանից հետո մեր օրգանիզմը խիստ կարիք ունի վիտամինների, ածխաջրերի եւ այլն։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Խորենին, ցանկանանք, որ հենց ինչ որ խորհուրդ տվեց ինքն էլ դրա կարող է լինի եւ շատ օգտագործի մեր լեռնաշխարհի
վայրի ուտելի բույսերը եւ դրանցով պատրաստվող կերակուրները։ Շնորհակալություն Խորեն, ապրես դու։ Ձեզ նույնպես պարոն։ Բարեկամներ, կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ, իհարկե եւ լայն ժպիտով։ Հետը մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել սպիտակ անապակ անսահմանափակ գինի։ Այսքանն ենք այսօրվա համար պատրաստել եւ ցանկանանք բոլորից լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Արագածոտնի հագանի, հավի կրծքամիս 300 գրամ, կարմիր պղպեղ 70 գրամ, սինտրիկ 100 գրամ, աշտարակ սոուս 30 գրամ, ալյուր 30 գրամ, մածուն 200 գրամ, ձու 1 հատ, համեմի սերմ 20 գրամ, ձեթ, աղ, սև պղպեղ։ Բարի ախորժակ։